այդ մարդիկ, ովքեր հավատում են Նիկոլ Փաշինյանին, նույնիսկ այդ ադրբեջանական բենզինը գնելու փող չունեն, հասկանում եք, խնդիրը որն է։ Ու եւս այս առումով մեկ կարևոր հանգամանք կա, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, որից դու նշեցիր, որ այս նոր տարվա ընթացքը եւ դրանից հետո այդ պարգևավճարների մեծ աղմուկներ, հա, իրենք էին հրապարակում, մամուլներ հրապարակում, արեք մյուս կողմից նայենք, խնդրին։ Միգուցե այս աղմուկը բարձրացված է այն պատճառով, որ թաքցնեն խոշոր կոռուպցիոն գործարքներ, խոշոր կոռուպցիան, որ կարող է հնարավոր է տիրում է իշխանության վերին լծակներում, հասկանում եք ինչ է տեղի ունենում։ Նիկոլ տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը ապրում է այդ իր ստացած աշխատավարձով ու այդ ստացած պարգևավճարով։ Լավ, ասենք տարի մի 30 միլիոն դրամ։ Բայց մենք տեսնում ենք, որ Աննա Հակոբյանի միայն մեկ օրվա կրած զարտերը ինչքան են 8 միլիոն դրամ, 8.5 միլիոն դրամ։ Այսինքն Աննան երբ այդպիսի զարդեր չի գրել։ Ես մի օրվանն եմ նշում։ Ուզում ասեմ միջև իշխանության գալն է։ Ես երբ տեսել եմ մի 20-30 միլիոն դրամանոց զարդերով։ Հիմա տեսեք, իհարկե իր վրա չէր այդ զարդերը, կողքի ուրիշ գործիչ